Պարոն Պարսիլյան, հավանականությունը, որ նոր խորհրդարանում կլինեք ձեր հաշվի առնելով ձեր ցուցակում զբաղեցրած հորիզոնականը ինչքան է։ 0 0 Այսինքն ձեզ մոտավորապես գրել են ցուցակի այն հատվածում, որ հայտնվեք օրինակ Հանրապետություն կուսակցության առաջի համարում, այսինքն չանցողի։ Այդ չեն գրել, այդ ժողովրդավարական process-ների արդյունքա, ու իմիջիայլոց այդ մշակույթը համակերպվել եւ ընդունել գիտություն ժողովրդավարական process-ների արդյունքները, երևի թե Հայաստանի Հանրապետությունում առաջինը մեր կողմից է, որ տարածում է հույս ունեմ, որ ապագայում կամաց կդառնա վարակիչը մեր ընդդիմությունն էլ կսովորի համակերպել, ընդունել գիտություն եւ հետագա քայլերը ըստ այդ արդյունքների պլանավորելու մշակույթը։ Այո, ստացվել է, որ ձեզանից առաջանալցել ոչ այսպես վաղ անցյալում կպական դասած մարդիկ։ Ինչպես է դες ստացվել, որ թիմում ձեր այդ անցած ճանապարհը չեն գնահատել, բայց նոր եկածները առաջանալցել ձեզանից։ Դե կարծում եմ անցած ճանապարհը չի, որ քաղաքականությունում պետք է գնահատվի, որովհետև մենք, հասկանում եմ, մենք այլևս իշխանություն ենք եւ պատասխանատու ենք շատ ու շատ այլ հարցերի համար եւ միայն հիմնադիր լինելը չի, որ կարա հիմք հանդիսանա տալու այն պատասխանատվությունը եւ այն վստահությունը, որ տալիս են կուսակցականներին լինելու ցուցակի կոնկրետ համարներն։ Այսինքն այն փաստը, որ ես հիմնադիր անդամ, որտեղ բացի հիմնադիր անդամ լինելուց այլ ավելի առաջ եմ եղել, որևիցե ինդուլգենցիա չի տալի կամ ինչ-որ առավել միավորներ չի տալիս, այդ համաժողովի որոշումն է եղել եւ ցանկացած տեխնացու էլ եմ պնդում եւ սա հատուկ եմ ասում, որովհետեւ հույս ունեմ, որ ընդդիմության ներկայացուցիչներից գոնե մեկը կլսի, ցանկացած տեխնացու արդյունքների համար առաջին հերթին պետք է քննի իր գործողությունները եւ իր գործունեությունը։ Պարոն Պարսիլյան, բայց նեղվածություն կա, Ռուզանն էլ շեշտեց, որ մարդիկ, ովքեր ընդհանրապես աչքի են ընկել ստատուս գրելով, այդպիսի անձիկ կան։ Ցուցակի ինչ որ տեղերում են հայտնվել, որ շանսեր ունեն հայտնվելու օրենսդիրում, բայց դուք որ ինչ որ հարցերում ստատուսներ չեք գրել եւ այլն, ձեզ ավելի ցածր հորիզոնականներում են ներառել։ Չէ, դրա հետ կապված չի, երկրորդ թիմից ինչի պիտի նեղանամ, երբ որ թիմը չի որոշումը կայացրել։ Հա, Նիկոլ Փաշինյանից է։ Չէ, հենց այդ եմ ասում, թիմը չի, այլ համաժողովը։ Ես թիմ մի քիչ ավելի փոքր, ավելի այդ որոշող հատվածին նկատի ունեմ, էլի։ Իսկ նրանց ում հետ ես առնչվում եւ շփվում եմ, բարձր չէ, որ համաժողովի 1000 հոգու հետ ես չեմ շփվում եւ նեղանալ էլ անհնար է այդ 1000 հոգուց։ Իսկ թիմից ինչի համար պետք է նեղանամ, եթե որոշումը իրանցը չի, այլ էլ եմ ասում ժողովրդավար ընտրությունների զբաղվելու։ Ինչով եմ զբաղվելու, նախ պետք է տեսնել, թե ինչ առաջարկներ կլինեն, որովհետև վերջերջո ես մնում եմ քաղաքական գործիչ եւ առնվազն կուսակցության անդամ եւ եթե լինի առաջարկ եւ եթե ես գտնեմ, որ ես կոմպետենտ եմ դրա այդ գործում, ես կհամաձայնվեմ, եթե այնքան կոմպետենտ չլինեմ, որ համարձակությունս չների նման պատասխանատվության տակ մտնել, այդ պահին իհարկե կհրաժարվեմ։ Բայց ինչ մասնագիտություն նկատի ունեմ, եթե այն ամենիվ թիմը որոշի, որ ձեզ գործադիրում էլ չի տեսնում եւ գնալու եք հանգստանալ։ Իմ անձնական մասնագիտությունը նկատում եք, իմ անձնական մասնագիտությունը համակարգչային համակարգերը եւ ինֆորմացիայի պաշտպանությունն է դրանցում, եթե հետեւածն եք, ես մինչեւ հեղափոխությունը նաեւ տարբեր աշխատանքներ ունեցել, բայց մեծ իմաստությամբ կապված եղել Սեբաստացի կրթահամալիրի հետ, որտեղ 7 դպրոցների IT ենթակառուցվածքն են կարելի ասել 0-ից մեծի դարձրել, դրանից հետո նաև ազգային ժողովում IT ենթակառուցվածքի ղեկավարն եմ եղել։ Ֆինանսապես ձեր վիճակը այս պատգամավոր լինելու տարիներին շատ է հաճել։ Առանձնապես ոչ շատ, ու տուն չեմ ձեռք բերել, մեքենա ձեռք եմ բերել, այսինքն փոխել եմ։ Ոնց որ միշտ այսքան բոլոր մարդիկ վարկ վերցնելով, մի մեքենա վաճառել եմ, վարկը փակել եմ, տուն նոր չունեմ, եղած տան վրա առանձնապես ոչ երկրորդ հարկ, ոչ չգիտեմ ինչ չի ավելացել, այնպես ինչպես մինչև այդ ապրել եմ։ Հիշում եմ դեր կնոջ աշխատավարձն էին ասում կտրուկաճի։ Այդ շատ լավ է, որ հիշեցիք, որովհետև այդ սկսվել է ժողովուրդ օրաթերթից, ով բացել էր կնոջս աշխատավարձը, համեմատել էր դեկրետում եղած ժամանակաշրջանի հետ, ռեալ աշխատավարձը չի աճել, նույնիսկ նվազել է։ Պարոն Պարսիլյան, ես կխնդրեմ անդրադառնալ Նարեկ Կարապետյանի գրառմանը, որտեղ նա Ռուբեն Ռուբինյանի հասցեին ասում է, որ նա լինելու է առաջին ազգային ժողովի նախագահ, որը թարգմանել է։ Իրանք տենց չեն հասկանում, որ իրանց մեծագույն խնդրեմը հենց դրանում է կայանում։
օգտագործել եզրույթներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում, ասել բաներ, հերքել բաներ, որոնք ժողովուրդը ինքը տեսնում է, որ կան դրանք, չէ՞, ոնց որ ժամանակին ընտրակաշարք եւ այլն։ Պնդել բաներ, որոնք վաղուց հերքված են։ Պարոն Ռուբինյանը, այն ինչի մասին իրանք խոսում են, այդ ծրագիրը վերջ-վերջո եղել է դեռ իրանք իշխանության ժամանակ, այդ փոխանակման ծրագիրը, որի մասին իրանք խոսում են, ու ոչ միայն պարոն Ռուբինյանն է անցել այդ ծրագրով, այլ հազարավոր այլ քաղաքացիներ եւ հենց իրանք իշխանության ժամանակ գործող ծրագրով։ Այսինքն ես ուզում եմ հասկանամ, իրանք ինչ խնդիր են տեսնում այդտեղ։ Իրանք այդ ինչի համար էին այդ ծրագիրը նախաձեռնել այն ժամանակ։ Շնորհակալություն։